Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, այսօր իսկապես փոքրինչ հույս ունեի, որ իրավունքը կգերակայի։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը քննության էր առնում Սամվել Կարապետյանի տնային կալանքը վերացնելու կամ պահպանելու հարցը։ Հիշեցման կարգով սա այն տնային կալանքն է, որը կիրառվեց 2026 թվականի հունվարի 16-17 ժամանակահատվածում։ Այն, որ այս ժամանակահատվածում արդեն ակնհայտ էր, որ չի կարող այս խափանման միջոցը պահպանվել, կարծում եմ ակնհայտ էր բոլորի համար։ Մի քանի իրադարձություն տեղի ունեցավ այս կարճ ժամանակահատվածում։ Սամվել Կարապետյանը այլևս հանդես է գալիս որպես ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ։ Հայաստանի Հանրապետությունը այլևս գտնվում է ընտրական գործընթացի մեջ, քանի որ Հանրապետության նախագահը փետրվարի 6-ից 7-ը ընդունեց արդեն համապատասխան հրամանագիր ընտրությունների վերաբերյալ։ Այս ժամանակահատվածում առանց իրար հերթ տալու, նույնիսկ այսօր նաև Նիկոլ Փաշինյանը խոսում են Սամվել Կարապետյանի խոսքի ազատության մասին, որ Սամվել Կարապետյանից իբր ցույց են տալիս, որ իրենց վախերը պակասել են։ Փոխարենը ինչ եղավ այսօր։ Հերթական անգամ ապացուցվեց այն, որ օրվա իշխանությունները վախենում են։ Քաղաքական հետապնդումը չափ ու սահման չունի։ Իսկականից, բայց չափ ու սահման չունենալը ո՞րն է։ Այլ կերպ էլ ո՞նց է լինում իրավունքի նկատմամբ ծաղրը։ Այսօր ներկայացված բողոքների վերաբերյալ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը անկեղծորեն ինչպես պետք է բնութագրվի, երբ արդեն նորից եմ ուզում ընդգծել, մենք գտնվում ենք ընտրական գործընթացի փուլում եւ քաղաքական դերակատարի նկատմամբ խափանման միջոց պահպանելը արդեն 9 ամիսը գրեթե լրացած լինելով, սա աբսուրդ է ուղղակի։ Բայց սա է այն իրականությունը, որը տեսնում ենք։ Սա այն իրականությունն է, երբ մենք ասում ենք, որ արդարության դեֆիցիտ կա։ Սա այն իրականությունն է, որ իսկապես քաղաքական հետապնդումները այլ կերպ բնութագրել չի լինում։ Բայց մյուս կողմից, իսկապես շատերի մոտ կարող է լինել այն անհանգստությունը կամ միտեղ տրամադրության անկումը, պայմանականորեն հենց իմ մոտ նաև։ Բայց այստեղ կա մի պատասխան, որ իհարկե այս քաղաքական հետապնդումը ավարտվելու է։ Իհարկե Սամվել Կարապետյանը լինելու է ազատության մեջ։ Իհարկե այս սահմանափակումները վերացվելու են։ Եվ ինչն է կարևոր, որ մեր հայրենակիցները հաղթանակներ տեսնելու են, որ այս անարդարության մթնոլորտը չի լինելու։ Եվ դա է նաև հենց հանրության ակնկալիքը, օբյեկտիվ ակնկալիքը, լեգիտիմ ակնկալիքը, որն էլ իհարկե պետք է կատարածվի։ Եվ հենց նաև այդ խոստումն էլ Սամվել Կարապետյանը փոխանցել է մեր հանրությանը։ Վստահաբար, սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, որևէ վարքյան չկասկածեք։ Հաղթանակները առջևում են։ Հաղթանակները միանշանակ լինելու են։ Վստահ եղեք մի բանում, իրավունքը գերակայելու է եւ պետք է գերակայի։ Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։ Շնորհակալություն, Աստված բոլորին պահապան։